Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում մեր պատմության դասերը հաղորդաշարի մեր հերթական թողարկումն է եւ ինչպես տեղեկացրել էինք հայտարարությամբ, այսօրվա մեր հաղորդումը նվիրված է լինելու մեր ժողովրդի պատմության ամենահետաքրքիր, նաեւ քիչ ծանոթ, նաեւ առեղծվածային հատվածներից մեկի համշենահայության խնդրին։ Մինչև մեր բուն նյութին անցնելը ես նախ ասեմ, որ ունենալու ենք այսօր հյուր, որը համշենահայերի հայրենակցական միության փոխնախագահ Սերգեյ Վարդանյանն է, եւ ես նախ ներկայացնեմ հյուրին, հետո անդրադառնամ մեր նամակներին ավանդույթի համաձայն, որից հետո կանցնենք մեր բուն նյութին։ Ուրեմն, պարոն Վարդանյանը գրող, բանասեր, խմբագիր, պատմաբան, մեր հայրենակիցներին նա շատ հայտնի պետք է որ լինի իր Հայաստանի մայրաքաղաքները գրքով, որ ունեցել է հրատարակություններ, 92 թվականից Համշեն հայրենակցական բարեգործական միության փոխնախագահն է եւ նախագահը չի միայն մի պատճառով, որ ինքը համշենահայ չի, որովհետեւ Համշեն հայրենակցական բարեգործականը ունի շատ հետաքրքիր այսպես կառուցվածք, դրան կարող են անդամակցել նաև ոչ համշենցի հայերը աջակցության եւ այլ այսպես մասնակցության առումով, այնուհետև շատ կարևոր նրա արած գործերից ես կուզենայի ներկայացնել մի քանիսը հատկապես 90-ականների սկզբից Լուիս Համշենի թերթներ խմբագրում եւ ներկայումս մինչեւ հիմա հրատարակում է Ձայն Համշենական թերթը, որը ինչպես եւ նախորդը հրատարակվել է եւ տարածվել է լիովին անվճար, մենք այստեղ ունենք Ձայն Համշենականի, ուրեմն այս վերջին համարների 41-րդ արդեն համարը, որը հրատարակվում է Հայաստանում եւ տարածվում է, առաքվում է, փաստորեն տարածվում է անվճար։ Նպատակը բնականաբար հասկանալի է փորձել համախմբել մեր ժողովրդի կարևոր այս մի հատվածին, որը ի տարբերություն մեր ժողովրդի շատ հատվածների այսօր մեր հաղորդման ընթացքում դուք առիթ կունենաք մոտիկից ավելի ծանոթանալու, իր մեջ ունի եւ մահմեդական հատված, եւ քրիստոնյա հատված, եւ հայախոս բուն Համշենի բարբառով խոսող, եւ թուրքախոս, եւ քրդախոս, եւ արդեն բնականաբար նոր Ռուսաստանում մեծացող նոր սերունդը ռուսախոս։ Մենք առիթ կունենանք այս բոլորին անդրադառնալու։ Ասեմ նաեւ, որ պարոն Վարդանյանը բավականին ակտիվ մասնակցություն ունեցավ դեռ խորհրդային ժամանակներում 69 թվականին առաջին անգամ ծանոթանալով համշենահայությանը, այնուհետև շատ մոտիկից ուսումնասիրելով եւ շատ մեծ նպաստ ունեցավ Ձայն Համշենական, ուրեմն 6 հատոր հրատարակությունների, այստեղ մենք ունենք 5 հատորն է, հա, մեր ձեռքին, եւ 6 հատորների հրատարակությունը դեռ խորհրդային ժամանակ, որը շարունակվեց նաեւ վերջերս, այնուհետև շատ կարևոր աշխատանքներ եւ կազմակերպչական եւ այլ բնույթի կատարելով 84 թվականին փաստորեն մի քիչ հայտնաբերել բառը փոքրինչ չակերտներով ասեմ, նա հայտնաբերեց Ղազախստանի համշենահայությանը, որոնք ակսորվել էին 44 թվականին հեմշիլներ, մահմեդական, որոնց նաեւ Հայաստան հայրենադարձնելու փորձ կատարվեց եւ մենք կխնդրենք մի փոքր համառոտ ներկայացնել նաեւ թե ինչ պատմություն ունեցավ այդ հայրենադարձության փորձը։ Եվ ներկայումս մի շատ կարևոր աշխատանք, որ կատարում է պարոն Վարդանյանը, դա նյութեր Համշենի բարբառի եւ բանահյուսության ուսումնասիրության համար բավականին մեծ կապիտալ մի հատորով, որը ոչ միայն այսպես ամփոփ մի աշխատանք կլինի, այլ նաեւ հիմք կդառնա հետագա ուսումնասիրությունների համար, որովհետեւ Համշենը եւ համշենահայությունը մեզ համար ինչ խոսք շատ կարեւոր են եւ պատահական չի, որ մենք ունենք շատ մեծ թվով ուսումնասիրություններ նշանավոր հայագետների, երևի թե բավական է միայն հիշատակել, որ մեր լավագույն լեզվաբաններից Հրաչյա Աճարյանը մի ամբողջ հատոր է նվիրել Համշենի բարբառին, որը հավանաբար մեր հայրենակիցներից շատերը ծանոթ են եւ սա հետաքրքիր, չափազանց հետաքրքիր մի բարբառ է, որը փաստորեն 8-րդ դարում Արագածոտնից եւ Կոտայքից մոտ 12000 բնակչություն տեղափոխված Սև ծովի ափ եւ ինչ որ առումով մի քիչ էլ
այսպես մեկուսի ապրելով պահպանել է հայկական բարբառը եւ շատ հետաքրքիր եւ ասեմ, որ մենք հաղորդման ընթացքում առիթ կունենանք նաեւ լսելու Համշենի բարբառը երգերով եւ ֆիլմից հատվածներով։ Ես կարծում եմ, իհարկե, պարոն Վարդանյանին շատ ավելի երկար կարելի է ներկայացնել, քան թե ասվեց։ Մի քանի նամակների ես արագ անդրադառնամ եւ անցնենք համշենահայության խնդիրներին։ Նամակները ստացվել են ուրեմն մեր նախորդ հաղորդումներից հետո, Նախիջևանի նվիրված հաղորդումներից հետո։ Ուրեմն ասեմ, որ եւ բազմաթիվ նամակներում հարցվում էին, թե ինչպես կարող են ձեռք բերել Արգամ Այվազյանի հրապարակումները Նախիջևանի հուշարձանների հետ կապված։ Ես հարցրեցի իրեն եւ ասաց, որ Երևանի գրախանութներում բնականաբար եւ որոշ խմբականակ ուղարկվել է նաեւ Լոս Անջելեսի գրախանութներ։ Ասեմ նաեւ, որ եթե մեր համայնքները, ես գիտեմ, որ մեր համայնքներում կան այսպես կիրակնօրյա դպրոցներ, մշակութային միություններ կազմակերպված, եթե կցանկանան, ես կարող են գրել մեր հաղորդաշարին patmaban@yahoo.com հասցեով, ես կկապեմ պարոն Այվազյանի հետ նրանց եւ կարող են ուղղակի հենց հեղինակից ստանալ օրինակներ։ Այնուհետև մենք ունենք ուրեմն մի շարք հարցեր, որոնք ստացել էինք Նախիջևանի հետ կապված մեր պարսկահայ ընթերցողներից մեկը հարցրել է ուրեմն գողթնի արտագաղթի, ավելի ճիշտ բռնագաղթի մասին, 450 տարի առաջ տեղի ունեցած, ասեմ, որ 450 չի, 1604 թվականին տեղի ունեցավ եւ նոր ջուղայի հետ կապված էր հարցում արել։ Այո, նոր ջուղան հիմնադրվեց այդ ժամանակ, որպես Իսֆահան մայրաքաղաքի մոտ գտնվող ինքնուրույն քաղաք, որը հիմա Իսֆահանի մի թաղամասն է կազմում, սակայն ամբողջ բնակչությունը չէ, 300,000 տեղահանվեց, ընդ որում տեղահանվածները միայն գողթնեցի եւ նախիջևանցի չէին, դա փաստորեն ամբողջ արևելյան Հայաստանից կատարված բռնագաղթ էր եւ նրանք վերաբնակեցվեցին ոչ միայն Իսֆահանում, ոչ միայն նոր ջուղայում, այնպես որ դա բավականին այս գաղթի պատմությունը եւ հետո այդ գաղթականների ճակատագրի պատմությունը բավականին մեծ մի թեմա է, որին գուցե թե հետագայում մենք անդրադառնանք։ Մեր հայրենակիցներից Համո Աբելյանը Բելգիայից հետաքրքիր հարցում էր անում, որ արդյոք մենք պատմական պահը չկորցրեցինք Արցախյան ազատամարտի տարիներին ազատագրելու Նախիջևանի տարածքը, չէ՞ որ հարմար իրավիճակ էր։ Այո, դա այդպես է եւ պիտի ասեմ, որ նաեւ փորձ արվեց, որը կանխվեց եւ այն հարցը, որ Նախիջևանի հետ կապված երկու ապօրինի պայմանագրեր է Մոսկվայի մարտի 16-ի եւ Կարսի հոկտեմբերի 13-ի, որ մեր կառավարությունը մինչեւ այսօր ապօրինի չի ճանաչել, երևի թե դա նաեւ խանգարող հանգամանքներից մեկն է, որովհետեւ նման իրավիճակ կարող է հարմար իրավիճակ եւս ստեղծվել։ Այստեղ ունենք նամակներ, որոնք առաջարկում են հայոց պատմության այս մեր նվիրված հաղորդաշարը սկսել Հայկ Նահապետից եւ շարունակել հերթականությամբ մինչեւ այսօր։ Սիրիայից բժիշկ Հովսեփ Գավլաքյանն է նման նամակի հեղինակ, շատ լավ ցանկություն է, բայց ասեմ, որ կան հարցեր, որոնք հայոց պատմության մեջ ժամանակագրություն չեն ճանաչում։ Օրինակ, հենց այսօրվա մեր հաղորդումը Համշենահայերը, որի մեջ պիտի մտցնեինք 8-րդ դարի մեջ պիտի մտցնեինք, 18-րդ դարի մեջ, երբ որ իսլամացավ զգալի մասը, թե ասենք 1915-23 թվականի հերոսամարտի մեջ պիտի մտցնեինք, այնպես որ ժամանակագրությունը մենք չենք պահում, նաեւ միտումնավոր չենք պահում, որովհետեւ նաեւ ունենում ենք առիթներ անդրադառնալու։ Օրինակ, հաջորդ մեր հաղորդումը ապրիլի 7-ին է հեռարձակվելու։ Բնականաբար նվիրված կլինի հայ կանանց եւ հայ կինո պատմության մեջ այս թեմատիկային եւ բնականաբար որևէ ժամանակագրության մասին այստեղ խոսելն ավելորդ է, բայց մենք կաշխատենք, որ ինչքան հնարավոր է շատ թեմաներ ընդգրկել, որևէ բան բաց չմնա։ Մեր նամակագիրներից Ռուբեն Հովակիմյանը Փարիզից հարցրել էր զոկերի մասին, շատ հետաքրքիր հարց է, ինչ խոսք Նախիջևանի հետ է կապվում, որովհետեւ զոկերը, որոնք ենթադրվում էին, թե հրեական ծագում ունեցող հայեր են, իրականության մեջ ոչ մի կապ չունեն հրեական ծագման հետ, եւ զոկերի մասին ես Արգամ Այվազյանի հետ խոսեցի այս նամակը ստանալուց հետո, եւ մենք հավանաբար մեր առաջիկա հաղորդումներից մեկը կնվիրենք դրան։ Մանավանդ, որ մեր մշակույթի շատ նշանավոր գործիչներ, բավական է միայն ասել Կոմիտասը եւ Արամ Խաչատրյանը, նրանք եւս զոկ կոչվող հայերից են եղել։ Գողթնի հայությունն է սա, գողթան երգիչների ժառանգորդները։ Մենք մի շարք նամակներ ստացել էինք նաև
կապված մահմեդական հայերի հետ մեր երևի հիշում եք հունվարին հեռարձակած Արևմտյան Հայաստանի մերօրյա իրականությունը հաղորդումից հետո Ֆիլադելֆիայից պրոֆեսոր Արաս Սարգսյան, Վիեննայից հայր Վահան Հովակիմյանը, որը մատենադարանի տնօրենն է Վիեննայի Մխիթարյան, Հոլանդիայից Ժիրայր Գասպարյանը, իրենց հարցումները հիմնականում վերաբերում էին մեր այն հայրենակիցներին, որոնք հայախոս չեն, եւ մենք անշուշտ առաջիկա հաղորդումներում անդրադառնալու ենք, հատկապես այստեղ հարցումներ կային քրդախոս հայերին։ Նախորդ հաղորդումներից մեկի ժամանակ Աստրախանից հեռախոսազանգով նաեւ Մարտուն Ստեփանյանն էր հարցրել, քրդախոս հայերը ընդունում են իրենց հայ լինելը թե չէ։ Մենք այս հարցերը մենք թողնենք հատուկ մի հաղորդման, որովհետեւ քրդացած եւ քրդախոս հայերի խնդիրը անշուշտ պիտի դառնա մեր առանձին հաղորդման առարկա։ Իսկ հիմա մենք գանք մեր բուն նյութին, համշենահայության պատմությանը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Վարդանյանին, որ ընդունեց մեր հրավերը եւ այսօր մեր հյուրն է, եւ երևի թե մենք սկսենք համշենահայության պատմությունը 8-րդ դարից, երբ որ 774-75 թվականի մեծ հզոր ապստամբությունից հետո արաբները որոշեցին վրեժ խնդիր լինել եւ դա ուղղակի արհավիրք էր հայ իրականության համար, որովհետեւ որոշեցին ամբողջ ռազմունակ այսպես նախարարական տներին ոչնչացնել, այդ թվում հավանաբար գիտեք, որ Մամիկոնյաց տոհմը հիմնականում ոչնչացվեց եւ 775 թվից հետո մեր պատմության մեջ Մամիկոնյանները որպես մեծ նախարարական տուն այլևս չեն հիշատակվում։ Հենց դրանից հետո է, որ Կոտայքից եւ Արագածոտ Գավառից Շապուհ եւ Համամ նրա որդի Համամ Ամատունի իշխանները 12000 բնակչությամբ գնացին տեղափոխվեցին Բյուզանդիայի իշխանության ներքո Սևծովի ափ, Պոնտոսի տարածքը, որտեղ հնուց ի վեր կային հայեր եւ ստեղծվեց համշենահայություն, այսինքն նրա որդի Համամի անունով մի համայնք ստեղծվեց, որը այսօր պետք է կոչվի համշենահայություն։ Ես մինչև պարոն Վարդանյանին խոսքը փոխանցելը ուզում եմ հիշեցնել, որ Պոնտոսի տարածքը Սևծովի ափը հնուց ի վեր եղել է հայաբնակ եւ սա ոչ թե մենք ասում ենք, որովհետեւ մեր ցանկությունն է, այլ վերցրեք, ասենք, առաջին դարի նշանավոր հույն պատմիչ եւ աշխարհագրագետ Ստրաբոնի աշխատությունները, որտեղ նա վկայում է, որ փոքր հայքի տարածքի մեջ էին մտնում եւ փոքր հայքը տարածվում էր մինչեւ Տրապիզոն եւ Սամսուն։ Եվ այս տարածքները պատահական չի հետագայում էլ բյուզանդական տիրապետության ժամանակ պետք է դառնան առաջին հայքի տարածքը եւ հետագայում էլ մինչեւ փաստորեն այսօր Սևծովի ափը, Պոնտական ափը շարունակում է զգալի չափով հայաբնակ լինել արդեն հանձինս համշենահայության։ Մենք գանք բուն արդեն ինչպես ձևավորվեց համշենահայությունը, ինչպես իսլամացավ, խնդրեմ պարոն Վարդանյան։ Իսկապես Սևծովի ափը հայերին վաղուց է ծանոթ, 8-րդ դարում դերևս Ուրարտուի ժամանակ Սարդուր II-ն է գրավել։ Այնպես որ շատ հաճախ մենք մոռանում ենք եւ մեր քարտեզներում էլ քիչ ենք անդրադառնում դրան եւ դուրս է գալիս, որ համշենի հիմնադրումով է, որ մենք մոտենում ենք Սևծովին, բայց եւ էթնիկ սահմանը հայ ժողովրդի եւ շատ անգամ նաեւ պետական սահմանը եղել է Սևծովը։ Եվ դա շատ կարեւոր է ոչ միայն գիտական տեսակետից, այլև քաղաքական տեսակետից այսօր։ Իսկ բուն համշենը դուք ինչպես նշեցիք, Համշենի պատմությունը իհարկե 789 թվի գաղթը Շապուհ Ամատունու եւ Համամ Ամատունու գլխավորությամբ դա ճակատագրական էր, այսպես վճռորոշ էր, բայց ես մի 200 էջանոց ուսումնասիրություն եմ գրել, դա մի 10-20 տարի առաջ էր երևի, անտիպացավոք, այնտեղ ապացուցում են, որ երբ որ նրանք գնացին Համշենի ներկայիս Համշենի տարածք, այնտեղ արդեն հայեր ապրում էին։ Եվ հիմնական երևի խնդիրներից մեկը դա էր, որ հենց այդ տարածքը ընտրեցին, ցավոք ուսումնասիրված չի տեղանքը, այնտեղ պետք է գերեզմաններ ուսումնասիրել, եկեղեցիների հետքեր եւ այլն, արխիվներ, հազարավոր նյութեր, մենք ուղղակի մի քանի կծկտուր նյութերի իման վրա ենք։ Ղևոնդի պատմությունից, Հովան Մամիկոնյանի պատմությունից մի քանի տող Ղևոնդի, դες կծմցելով հին շրջանը ուսումնասիրում ենք, միջև որ հնարավորություն կլինի տեղում արձանագրություններ կարդալ քարերի վրա։ Այդ գաղթը եղել է 789 թվականին, մոտավոր թիվ է, որտեղ Ղևոնդը թիվ չի նշում։ Դա Ուբեյդուլլա արաբ պատմի ոստիկանի իշխանության տարիներն են եւ 7 դար ուղիղ մինչեւ 1489 թիվը, ուղիղ 700 տարի
իշխանություն է եղել, գոյատևել է, անկախ, կիսանկախ դա էլ ուսումնասիրելու խնդիր է, բայց որ ինքնուրույնություն է ունեցել զգալի եւ ունեցել իր իշխանները, պարոնները, դա փաստ է, նույնիսկ հայտնի է ոմանց անունները, Վեքե, Դավիթ, Վարդ։ Այսինքն դա մեր պատմության մի շատ գեղեցիկ էջ է, 7 դար, լինել Սևծովի հարավային ափին գտնվող ճգնաղ բնության գրկում, ունենալ մի այդպիսի կազմավորում եւ դա չէր զարմացնում, որովհետեւ անշուշտ ժողովուրդը իր թիկունքին մի պատմություն պետք է ունենար, որ այդքան կենսունակ լիներ։ Այսօր էլ կենսունակ է եւ ինձ շատ է զարմացնում մեր այդ համշենարարության կենսունակությունը, որ նրանք պաստորեն մեր շատ գավառների հայություն կան, որ իհարկե նույն պատմական ճակատագիրն են կիսել, բայց մենք այդքան կենսունակ ինձ թվում է շատ քիչ հայություն ունենք, որ եւ հիմա ռուսական տարածքներում են պահում արդեն 100 տարուց ավելի է իրենց ազգային ինքնությունը եւ Աբխազիայում եւ Թուրքիայում, իհարկե կորուստներ եւ հիմա Ղազախստանում, Կիրգիզիայում, Ուզբեկստանում էլ կան, դուք նշեցիք, դա արդեն մահմեդական համշենցիներն են։ Պարոն Վարդանյան, որպեսզի մեր հեռուստադիտողին շատ այսպես պարզ լինի, եկեք մենք ժամանակագրական հերթականությամբ գնանք եւ հասկանալի լինի, թե ասենք որ օջախը երբ ստեղծվեց, որտեղ Աբխազիա, Սոչի շրջան, Կրասնոդարի երկրամաս, հետո Միջին Ասիա, ինչպես դա եղավ։ Ուրեմն 8-րդ դարից սկսում է այս այսպես հարմացած համշեն անունով, համշենահայության պատմությունը, որը իշխանությունը մինչև փաստորեն մենք 7 դար շարունակ պահպանվում է հայության, 15-րդ դար մինչև կիսանկախ վիճակում պահպանվում է, այնուհետև գիտենք, որ բավականին ծանր վիճակ ստեղծվեց եւ 18-րդ դարը որոշ առումով ճակատագրական պիտի լիներ, որովհետեւ այդ դարում է, որ սկսում է իսլամացումը։ Այ ես նայեցի ձեր հրատարակած ուրեմն համշեն եւ համշենահայություն գիտաժողովի նյութերը, որը հրատարակվել է ուրեմն Լիբանանում, Բեյրութում հայերենով, հրատարակվել է թուրքերեն եւ եթե չեմ սխալվում ռուսերեն հրատարակություններ, չէ՞ կա։ Շուտով պիտի լինի։ Հա, պիտի լինի, ուրեմն հայերենը պատմության ինստիտուտի հրատարակությունն է։ Պատմության ինստիտուտի ուրեմն կողմից հրատարակված եւ այստեղ ձեր նյութերից մեկը կար, որ նաեւ պատմաբանասիրականում էր 18-րդ դարի վկայությունը հենց դեռևս հայերի ոչ լրիվ համշենահայերի ոչ լրիվ մահմեդականացման փուլի մասին։ Այ այս փուլի մասին եւ հետո թե ինչպես Աբխազիայի եւ Ռուսաստանի այդ օջախը ստեղծվեց։ Նախ անվան մասին ասեմ, մենք երկու շրջան անցանք, թեմային անծանոթ մարդկանց ասենք, որ հենց համատունին այդտեղ ուրեմն տամբուր ավիրված քաղաքը վերաշինելուց հետո քաղաքը կոչվում Համամաշեն, ու դրանից հետո քաղաքը եւ գավառը կոչվում էր Համամաշեն, կրճատ Համշեն։ Այդ պատճառով էլ այդ ժողովուրդը կոչվում է Համշենցի, ինչպես Մշեցի, Վանեցի եւ այլն ըստ իրենց ապրած գավառի կամ քաղաքի։ Բնական է, որ համշենահայերը մեն Համշեն գավառում չէին ապրում, այլև Հարևան Սև գետում, մյուս գավառներում։ Բնական է գնում էին, գալիս էին եւ Հայաստանից էր արտագաղթ լինում, օրինակ շատ համշենցիներ ասում են, որ իրենց նախնիները անեցի են եղել։ Բնական է, որ անի ավերումից հետո այնտեղ են մարդիկ գնացել, կամ ինչու էր գնանք հենց Անանյա Շիրակացին 7-րդ դարում, չէ՞։ Հենց Տրապիզոնում է ուսումը ստացել։ Այսինքն մեծ երթևեք կար Հայաստանից դեպի տարածքները եւ բնական է, որ ամբողջ Տրապիզոնի վիլայեթը, այդպես 10-րդ դարի անունով կոչենք, Տրապիզոնի վիլայեթը դե հայությունը բազմազան էր, որի մեջ մեծ զգալի տոկոս էին կազմում Համշենի բարբարով խոսողները, այսինքն ցակումով Համշենի գավառի հայությունը։ Ճիշտ նշեցիք, որ 18-րդ դարում, ես էլ եմ այդպես կարծում, որ 18-րդ դարում է հիմնական կրոնափոխությունը եղել, որտեղ վավերագրերը քիչ են, տարբեր կարծիքներ կան, եւ հիմնականում Հայկունին գրում է Սև գետի կրոնափոխության մասին, դնելով 1720-ական թվականները, բայց պատմական փաստերը եւ ձեր նշած իմ հոդվածն էլ ցույց են տալիս, որ դա մեծ գործընթաց է եղել։ Այսինքն իսկապես մեկ օրում չես կարող մի քանի գավառի հայության կրոնափոխել եւ ի վերջո այդ կրոնափոխը հեռացավ, ասենք թուրք զորքը, յենիչերիները հեռացան, տեղի ժողովուրդը նորից վերադառնում էր իր կրոնին, այսինքն գործընթաց պետքա լիներ, պետքա հսկեին նրանց, պետքա անդադ եւ այդպես էլ եղել է, հայերեն խոսելու համար պատժում էին, կրոնափոխության համար գիտեք մահապատիժ էր, եթե վերադառնային նորից քրիստոնեություն։ Ես էլ կարծում եմ, որ այդ խնդիրը այդ գործընթացը տևել է 100 տարուց ավելի։ Փաստորեն մինչև 18-րդ դարի կեսերը, 19-րդ դարի սկզբերը գնում է կրոնավ։ Էլ չեմ ասում, որ Եղեռնի օրերին կրկին կրոնափոխության ալիք եղավ,
Այդ ժամանակ 1720-ական թվականներին այդ Սև գետի վրա հարձակումը մեծ թուրքական ամբոխը 40 մոլլայի գլխավորությամբ, երբ որ կոտորվեցին բազմաթիվ հայեր եւ այդտեղ Տեր Կարապետի գլխավորությամբ դիմադրողական շարժում առաջացավ, կռվում էին հայերը, շատ թուրքերը իրեն կոտորեցին, բայց ի վերջո թվականակային խնդիր կար, բացի այդ թուրքերի ետևում պետություն կար, պետություն, որ փոքր հայկական գյուղերից հավաքված զինված ջոկատները, որոնք ինչքան էլ հերոսաբար կռվեցին, ահռելի քանակությամբ զոհվեցին, բայց ի վերջո մի մասը առերես կրոնափոխվեց, մի մասը փախավ, այդ փախածները տարածվեցին ամբողջ տարածքով, Տրապիզոնի վիլայեթի, եւ այդպես ստեղծվեց խայտաբղետ համշինահայության մի տարատեսակ, որ եւ քրիստոնյա կան, եւ կրոնափոխ կան, եւ առերես կրոնափոխ կան։ Մի մասը լեզուն պահպանեց, ովքեր են կան, ասենք, այդպիսի հարմար միջավայր, որ լեզուն հայերենը գործածական էր, պահեցին լեզուն։ Նրանք, ովքեր են կան, քիչ էին թվով ընկան թուրքերի միջավայր, նրանք լեզուն հետագայում փոխեցին։ Հիմա ցավոք բուն համշենի շրջանում կրոնափոխվածները բաշ համշենցի են կոչվում, կորցրել են հայերենի լեզուն, բայց պահպանել են ահռելի քանակությամբ հայերեն եզակի բառեր։ Ես հիմա խնդրեմ մեր օպերատորին քարտեզը ցույց տա, հա, եւ քարտեզի ցուցադրմամբ ավելի որպեսի որոշակի լինի մեր ուրեմն սա համշենահայերի եւ Պոնտոսի հայության ընդհանուր այսպես քարտեզն է, Սև ծովի ափով տարածվող, որպեսի բնակության փաստորեն սրա արևմտյան հատվածում մենք ունենք ավելի գերակշիռ մասը մահմեդականներ, որոնք երբեմն բաշ համշենցիներ են կոչվում։ Այսինքն Տրապիզոնից արևելք են հատվածում, այո, համշենցիներ են, բայց պահպանել են բառերը։ Օրինակ Ուվե Բլասինգը հոլանդացի գիտնական ուսումնասիրել է, եւ 2000-ից ավելի նրա կինն էլ բաշ համշենցի է, 2000-ից ավելի համշենի բարբառում թուրքերենում հայերեն եզակի բառեր ա գրել։ Այստեղ մենք հիմա Տրապիզոնի քարտեզն ենք դեպի արևելք, Փաստորեն Տրապիզոնի տարածքում մենք հիմա կնայենք նաև արևելյան հատվածը, Խոփայի հատվածը, սա Տրապիզոնի գավառն է, որտեղ նշված են քարտեզի վրա գյուղեր են դրանք բոլորը, համշենցիներ են, այդ բոլոր գյուղերը որ նշված են, սա արդեն Խոփայի շրջանն է, որ ընկնում է Բաթումին, Փաստորեն Աջարիային հենց հարևան շրջանը, Խոփան, որի բնակության փաստորեն մեծ մասը համշենահայեր են։ Կրոնափոխ համշենահայերն են, որոնք հայերեն են խոսում։ Այ նրանք հայերեն են խոսում, նրանք եւ Բորչկայի շրջանը կողքի հայերեն են խոսում, հայերեն ստեղծագործում, հայերեն երգում եւ վերջի տարիներս նույնիսկ հրատարակեցին մի քանի խտասկավառակներ հայերեն երգերով։ Ես կուզենայի մենք ընդհատենք ձեր թույլտվությամբ, որովհետեւ ուշադրություն դարձրեցիք հարգելի հայրենակիցներ, որ Սև ծովի ափը մենք ունենք հայաբնակ այսօր զգալի մասով եւ ես հիմա պիտի խնդրեմ, որպեսզի մենք օպերատորը միասնի մենք դիտենք համշենահայերի երգերից մեկը, ընդ որում մենք ներկայացրել ենք հետեւյալ կերպ։ Ուրեմն ներկայացում է համշենի տեսարաններով, երգն է գնում եւ երգի ժամանակ ներքևում գնում են սուբտիտրեր։ Առաջին տողը գրված է համշենի բարբառով, երկրորդ տողը գրված է այսօրվա գրական արևելահայերենով։ Դուք կլսեք եւ կհասկանաք, պարզ կհասկանաք։ Հիմա մենք կլսենք մի երգ, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք մեր զրույցը պարոն Վարդանյանի հետ։ Խնդրեմ։
Դուք լսեցիք, սիրելի հայրենակիցներ, մի հատված էր բավականին հետաքրքիր երգի եւ կարծում եմ հետևելով սուբտիտրերին բավականին հասկանալի էր բարբառը։ Ասեմ, որ Համշենի բանահյուսության հավաքման ուղղությամբ բավականին աշխատանք արդեն տարվել է, բայց բավականին աշխատանք էլ արդեն տարվում է եւ ինչպես սկզբում ասեցի, պարոն Վարդանյանը հիմա պատրաստում է բավականին մեծ հատոր։ Ես կուզենայի երկու խոսքով ասեիք ինչ կա արված Համշենի բանահյուսության հավաքման եւ մենք կրկին վերադառնանք Համշենի պատմությանը, հա, եթե Նախ ուզում եմ ասել, որ այս ճգնաղ երգի ուրեմն թարգմանությունը կատարել է թուրքագետ բանասիրական գիտությունների տեխնացու Լուսինե Սահակյանը, մեր թուրքագիտության ամբիոնի դոցենտ, եւ ոչ միայն սա, այլ մի քանի այլ երգեր էլ, որը հրատարակել ենք մեր թերթում, կարող են մեր թերթից ուրեմն ծանոթանալ այդ երգերին, եւ հիմա նա պատրաստում է թուրքական աղբյուրների հիման վրա Համշենի պատմությունը գավառի, որտեղ մենք ինչ էլ գրում ենք հայկական աղբյուրների հիման վրա են գրում, եւ շատ կարեւոր է այսօր թուրքական աղբյուրները ինչ է գրառվել առայժմ, ուրեմն անպայման պետք է անհաշվի Թորլաքյանի գիրքը, այստեղ էլ ուրեմն եւ քրիստոնյա համշենահայերական եւ մահմեդական համշենահայերի բանահյուսությունը կա։ Մյուս գիրքը, որ իսկապես արժեքավոր գանձ է հայ ազգագրության բանահյուսության հատորներից։ Նշխարներ Համշենի տրապիզոնի բանահյուսության։ Շատ արժեքավոր Այս մեծ հատորը, ուրեմն որ հատորն է, 13-րդ հատորը։ Թորլաքյանն է։ Այդ մարդը իսկապես պետք է այդ մարդուն արցան կանգնեցվի։ Սա Հակոբ Գուրունյանը Ծեբելդայի ուսուցիչ երկարամյա եւ գրող մեր ճանաչված գրողներից էր աբխազահայ։ Հսկայական գործ էր անում հայապահպանության։ Այժմ էլ նրա աղջիկը Ծաղիկը, որ էլի նվիրյալ Համշենահայերից էր եւ մեր միության ակտիվ աշխատակիցներից էր, հիմա Ամերիկայում էլի նվիրված Համշենահայության գործին ահագին ակտիվ գործունեություն է ծավալել։ Բանահյուսություն հավաքվել է, բայց այս ձայնամշենական 5 հատորներում էլ ամեն անգամ մենք փորձել ենք բանահյուսության նմուշներ դնել, բայց ահռելի նյութ անտիպ է։ Սրանք մեծ մասը դեպ հասկանալի է քրիստոնյա Համշենահայերի բանահյուսությունն է։ Միայն 3-րդ հատորում, այստեղ որ հրատարակել եմ 89 թվականին, ես զետեղել եմ Ղազախստանի, Կիրգիզիայի եւ Ուզբեկստանի մամեդական Համշենահայերի։ Հիմա մենք եկեք վերադառնանք, որպեսզի էլի հասկանալի լինի, թե այդ Միջին Ասիայում ոնց հայտնվեցին։ Ուրեմն մենք եկանք հասանք 18-րդ դար իսլամացան։ 15-րդ դարում փաստորեն Համշենահայությունը փաստորեն արժանացավ նույն գրեթե նույն ճակատագրին, գոնե նրանց քրիստոնյա հատվածը եւ հայախոս հատվածները, ինչ որ ամբողջ հայ ժողովուրդը 1890-ականների ջարդ է եւ հետո արդեն 20-րդ դարում 1915 եւ 15-23 թվականի հերոսամարտի մասին կխնդրեի ասել եւ մենք այս ընթացքում կներկայացնենք նաեւ բավականին հետաքրքիր նախ ասեք եւ նրանց հերոսամարտը։ Նախ ուրեմն արտագաղթը Տրապիզոնի վիլայեթից, որը արդեն ասեցի, փաստորեն համշենցիների բուն բնակավայրն էր, բնակության շատ մեծ զգալի տոկոսը համշենահայեր էին, արդեն սկսել է ոչ թե 90-ական թվականների 95-96 թվականի ջարդերին, այլ դրանից առաջ։ Փաստորեն դեռևս 1849 թվականին Նովորոսիսկի հիմնելուց հայազգի ադմիրալ Սերեբրյակովը ներսես աշտարակեցություն գրած նամակում գրում է, որ եկել են Տրապիզոնից հայեր շրջակա քաղաքներից եւ նրանց բնակեցրել եմ Անապայում եւ իմ նոր հիմնած Նովորոսիսկ քաղաքում։ Փաստորեն այն ժամանակ արդեն համշենահայերը գաղթում էին։ Դրանից առաջ դեռ թուրք պատմիչ Ջևդեթը 1784 թվականին, որ Անապա քաղաքի մասին է գրում որ քաղաք ուներ հայկական թաղամաս, այդ ծովափնի անապան, որ մեզ թվում է որ նոր ենք հայտնագործել, չէ՞։ Դեռ 1784 թվականին ուներ հայկական թաղամաս եւ հայկական եկեղեցի։ Այդ բոլոր ուսումնասիրված չի։ Ես ուղղակի մի զարմանում եմ, թե մենք այդ ահռելի նյութը ում ենք թողնում, ով պիտի ուսումնասիրի, չէ՞։ Դա սահմանից այն կողմ չի։ Կարող են հայ գիտնականները գնալ, թեկուզ այդ կողմի 1818 թվականին օրինակ Բժիշկյանը մինաս Սևծովի ափով շրջելից երկու հայկական գյուղ ա գտել։ Մեկը Բժեդուխն է, Պզատուխը, ինքը Պզատուխ է գրում, դե բնական արևմտահայեր, բայց դա հայտնի Բժեդուխ ծովափնի առողջարանն է, որ մեր հայերից երևի տասնյակ հազարավոր մարդիկ մատկապես խորհրդային տարիներին այնտեղ ուրեմն առողջարան էին գնում պրոֆմիության կողմից, արհմիությունների կողմից։ Եվ ոչ ոք չգիտեր, որ այդ Բժետուխը դեռ 1818 թվականին հայկական գյուղ է եղել։
Այսինքն մենք մեր պատմությունը ինչպես առաջ չգիտենք, այսօր էլ չգիտենք։ Եվ ինչքան երկարում է մեր պատմությունը, այնքան բացեն շատ բան չենք իմանում։ Ուրեմն այն ժամանակվանից դեռ արտագաղթ կար մայր հայրենիքից եւ այնտեղ ուրեմն բնակվում էին նաեւ չերքեզահայեր։ Մենք շատ անգամ մոռանում ենք չերքեզահայերին։ Ամբողջ Կրասնոդարի երկրամասի հյուսիսային շրջանը չերքեզահայերի բնակավայրեր էին։ Եվ շատերը իհարկե գիտեն, որ 1839 թվականին հիմնվեց Արմավիր քաղաքը չերքեզահայերի միջոցով։ Դրանից առաջ էլ կային այնտեղ հայեր, դեռ Բելարեչենսկ գետի մոտ հայկական եկեղեցի կա։ Ինքս եղել եմ դրա ավերակները տեսել եմ, որ տարբեր դարեր են թվագրվում, նույնիսկ 12-րդ դարի կարծիք կա, որ եկեղեցի է դա։ Այսինքն անծանոթ մի հայ աշխարհ է, երբ որ ես առաջ անգամ եղա այդ կողմերում, ինձ թվաց Արևմտյան Հայաստան եմ գնում։ Լեռներում կային գյուղեր սասունցիների, մշեցիների, երզնկացիների, գյուղեր կային, որ նույնիսկ ռուսները ռուսերեն չգիտեին։ Ես շատ եղել որ ռուսների համար դիմումներ էի գրում իրենց համար։ Հայախոս էին, հա, հայախոսներ, որտեղ համշենցիներ են, ասենք մի 50 տոննա, 2 տոն ռուս է, ասենք ի պաշտոն, ասենք անտառապահն է ռուս եւ մի 30, 40, 50 տարի ապրում են այդտեղ, դպրոց չկա ռուսական, հայկական դպրոց էր։ Իմիջիալից ասեմ, որ Կրասնոդարի երկրամասում 1951 թվականին 140 հայկական դպրոց կար։ Այդ է մեծ մասը իհարկե համշենահայեր էին։ Իսկ Աբխազիայում 128 դպրոց պատերազմից առաջ երկրորդ համաշխարհային այժմ ահավոր վիճակ է, ահավոր, եթե ասենք նույնիսկ ողբերգական վիճակ է, այդտեղի հայությունը մեծ օգնության կարիք ունի եւ ընդհանրապես գրքի դասագրքեր պետությունը ուղարկում է, ընդհանրապես գրքերի ամեն ինչի օգնություն, ուսուցիչների պակաս կա։ Դե պատկերացեք 140 ժամանակ փորձարվեց ինչ որ կերպ լրացնել, որը կիսատ մնաց իհարկե եւ ես հիշում եմ համշենցիները ծանոթ եւ անծանոթ մի հոդված էի տպագրել Գարուն ամսագրում 82 թվականին։ Իսկապես ինձ թվում էր մի քիչ շատ եմ գրել անծանոթ մասը, բոլորին ծանոթ է, որտեղ գիտեք 100,000-ով հայեր էին ծովափում Հանգստանում, բայց պարզվեց, որ իսկապես մենք Հանգստանում ենք ծովափում եւ հայությանը անծանոթ է այդ հայությունը։ Համշենցիները ինչպես այդ 82 թվականին էին ծանոթ եւ անծանոթ։ Անցել է 20 քանի տարի, 6 տարի։ Հիմա էլ եթե գրեմ, էլի պետք է վերնագրով գրեմ համշենցիները ծանոթ եւ անծանոթ, որտեղ էլի մնում են անծանոթ մեզ համար։ Մասնավորապես փաստորեն տեսեք, անծանոթ է մնում համշենահայության պատմության կարևոր դրվագներից մեկը։ Ուրեմն մահմեդականության մասին խոսեցինք եւ Ռուսաստանի հայ համշենահայ փաստորեն գաղթօջախը, եթե պայմանականորեն այդպես ասենք, հիմնականում ձևավորվում է 19-րդ դարում երկրորդ կեսին եւ լրացվում է 1915-20-ական թվականներին եւ այդ քանի որ անծանոթ ասեցիք, ես այստեղ երկու հերոսական բանի մասին ներկայացնեմ։ Ուրեմն Զորիկ Քեշիշյանի մահապարտների պարը գիրքը, որը փաստորեն 1915-23 թվականների համշենահայության հերոսամարտի մասին է։ 8 տարի սա իսկապես հազվագյուտ բան է, որովհետև մենք այսօր ներկայացնում ենք 1915-ի հերոսամարտերը եւ հպարտանում ենք, ասենք, 1 ամիս տևած հերոսամարտով կամ որը իհարկե էլի շատ հերոսական է, բայց ես կուզենայի, որ այստեղ մենք համշենահայությանը ճանաչեինք նաեւ ոչ միայն ուղղակի որպես մեզանից անջատված մի հատված, այլ մեր մեջ եղող եւ կուզենայի Սնապյանի այս գրքույկը եւս ներկայացնել, որի մասին կուզենայի դուք ավելի մանրամասն ասեիք, փաստորեն գրքույկ է, որը Արցախյան ազատամարտի ժամանակ Արցախում մարտնչած համշենահայերի մասին է։ Եվ փաստորեն եւ երկրաշարժից հետո եւ Արցախյան ազատամարտի ժամանակ համշենահայությունը փաստորեն անտարբեր չի եղել, անտարբեր չի մնացել։ Ես կուզենայի մենք հիմա մի փոքր էլ ընդմիջում անեինք մի ֆիլմից հատվածով Մոմի ֆիլմը, որի մասին կուզենայի շատ համառոտ ասեիք հեղինակի մասին, որտեղ իդեպ շատ գեղեցիկ երևում է զգացվում է համշենի խոսվածքը։ Այ ռեժիսորը Ալպեր Օշչյանն է, անունը Օշչյան է, ազգանունը Ալպեր, դա հայտնի տոհմ է Խոփայի համշենցիների շրջանում։ Նա ուրեմն 27 տարեկանում է այդ փոքր ֆիլմը նկարել, կա մի կես ժամանոց ֆիլմ է, հրաշալի լիրիկական ֆիլմ է, խոսում են հերոսները համշենի բարբառով։ Այժմ նա մի ուրիշ ֆիլմ է նկարել, ավելի ընդարձակ։
Անցյալ ամռանը Երևանում էր, Ոսկե ծիրոն կինոփառատոններ եկել եւ բանասիրական գիտությունների տեխնացու Հայկ Ազուն Ալվրդյանի հետ նրա հետ ուրեմն Օշչյանին եւ իր ընկերների հետ գնացինք Սևան, հիացած էր Հայաստանով, սիրահարվեց Հայաստանին, գնացինք Մարիաթոր Սուրբ Էջմիածին, առիթ եղավ կաթողիկոսի հետ ծանոթացրեցի նույնիսկ, այդպես ինքը նկարել էր ֆիլմ Թուրքիայում հայերեն լեզվով, դե պատկերացրեք դրա համար եւ քաջություն ապետ եւ ազգային ինքնագիտակցություն, դրա համար ինքը մահմեդական համշենահայ է, մահմեդական համշենահայ է եւ շատ գեղեցիկ այդպես լիրիկական նույնիսկ տեղ-տեղ Փարաջանովյան մոտիվներ կան իր ֆիլմում, ես երբ որ իրեն ասացի, որ գիտես Փարաջանով անով ռեժիսոր ենք ունեցել, մոռացված նախնիների ստվերներ ֆիլմի եւ քո ֆիլմի մեջ ինչ-որ հերավոր արձագանքներ են գտնում, հա, ինքը չէր տեսել եւ խոստացավ անպայման գնալ եւ այդ ֆիլմը տեսնել։ Հիմա թող շատ լավ, ուրեմն որպեսզի մեր հեռուստադիտողին հասկանալի լինի, մենք ամբողջ ֆիլմը բնականաբար ցույց չենք տալիս, մի քանի հատվածներ։ Ես համառոտ ասեմ ուղղակի ինչ հատված է, որ հասկանալի լինի։ Ուրեմն համշենահայերը գնում են լեռնային արոտավայրերը, ամառը, ինչպես այստեղ Հայաստանում օբաներ է ասում ժողովուրդը։ Եվ այնտեղ ֆիլմը մի 10-12 տարեկան տղայի մասին է, որը սիրահարվում է մի աղջկա, ամբողջ ֆիլմը Լուսինկան, որում աղջկա անունն էր, եւ հետաքրքիր է սիրահարված տղան ուզում է հայելի ունենալ, գնում է տատին խնդրում է հայելի, տատիկն ասում է, որ եթե աչքերդ փակես ու ճիշտ հաշվես մինչև 20-ը, քո նպատակը կկատարվի։ Եվ հատվածների մեջ երկու այդպիսի հատված կա, երբ որ տղան աչքերը փակած հաշվում է, դուք կլսեք եւ կտեսնեք, այսինքն կզգաք հայերենը։ Եվ մի հետաքրքիր հատված էլ վերջում կա, որտեղ տղան որպեսի դուր գա աղջկան փորձում է ձի նստել եւ վայր է ընկնում ձիուց ու այնտեղ վայ աստված ծունկս մի խոսքով կտեսնեք եւ այս դրվագները ուղղակի ասեցի որպեսի հասկանալի լինի ֆիլմը դիտելուց առաջ։ Իսկ ես հիշեցնեմ, որ իհարկե մեզ կարող եք զանգահարել 65 25 հեռախոսահամարով եւ գրել բնականաբար մեր մշտական հասցեով patmaban@yahoo.com։ Դիտենք ֆիլմի հատվածը եւ վերադառնանք։ Ինչպես այնար։ Գամի այն ամենը։ Հəm ինչուսոնը մայված կդերի։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 14, 15, 16, 17, 18, 19, Մամիրա տուխա։ Շատ տաուզեդի գարբի գելերոշ։ Մամետ, կեզ ինչի մասին է։ Զատը նիազ դեստուգուստ։ Դստում։ Ինչ տեսնում ես։ Միած աղջուն դեսեմ։ Աշխարհ ինչպես դեստում։ Ինչպես անի, ինչպես։ Ինչպես անի։ Քեզի ջրայ։ Ստովստում։ Իջակ դեստում անի։ Ինչպես գելի անի։ Ող դանուս գնացիր տա։ Հենաց երզումն է հենացի գոբացում։ Ինչ արանდა։ Վագը ծայ գորաս կիլո է։ Ատեյոն նուցինոնց զուտ։ Գնացի օշտազոտի դոկտոր։ Չխնացին օտրոտ գրդերի դու նայսին ալքի։
Soyalçını öldürürüm diye. Потом не стал. Mek, ervus, yek, çors, henk, vetse, ofte, dasse. Das mek, das nervus, das yek, das çors, das nek, das nes, das nofte, das note, das ne, son. Mami, yapacağım adali. Ekmek alsak süreceğim. Ես ուզում եմ մեր եւ մեր հեռուստադիտողների կողմից շնորհակալություն հայտնել ռեժիսորին, իսկապես տաղանդավոր տղա 27 տարեկանում նման ֆիլմ նկարահանել, երբ որ գիտեք Թուրքիայում 301 հոդված, չգիտեմ ինչ որ հազարում այսպիսի խնդիրներ եւ մարդը նկարահանեց ֆիլմ Համշենի բարբարով, որը ամբողջությամբ անգլերեն տիտրերով գնում է եւ կարծում եմ այս դեպքում էլ ամեն ինչ հասկանալի եղավ։ Ուրեմն անդրադառնալով Համշենահայության պատմությանը մենք տեսնում ենք, որ փաստորեն ստեղծվեց մի մեծ գաղթօջախ Ռուսաստանում եւ միջինասիական օջախը ինչպես ստեղծվեց։ Փաստորեն 1944 թվականին Աջարիայի 6 հայկական գյուղեր տեղահանվում եւ ակսորվում են Միջին Ասիա, որոնց գտավ եւ այսպես Հայաստանի հետ կոնտակտներ ստեղծեց եւ հետո նաեւ հայրենադարձության փորձ կատարեց մեր հյուրը եւ կուզենայի այդ մասին մի քիչ համառոտ պատմենք, որովհետեւ մենք դեռ մի երգ էլ պետք է Համշենի բարբարով լսենք։ Դե երբ որ ուսումնասիրում է Համշենայության պատմությունը, բնական է, որ իմացա, որ Համշենահայեր են եղել Աջարիայում եւ տարիքով մարդիկ ասում են, այ այնտեղ կային, բայց հետո ուր գնացին, ինչ եղան, ոչ ոք չէր հիշում։ Սկսեցի որոնումները, բայց գիտեն Միջին Ասիային ակսորվել, այդ կողմերն են, ոչ ոք չգիտեր։ Եվ պատահաբար 84 թվականին իմացա, որ բանում են, Կզլկիա քաղաքում, ոչ հասցե, ոչ տուն, ոչ բան։ Իսկույն հենց ապրիլի 24-ներ գալիս են, կարծես սիմվոլիկ է լիներ, ինքնաթիռի տոմսարով գնացի եւ առաջի տաքսիստին հարցրեցի, ասի, «Այստեղ պետքա լինեն, դե պարզ է, այնտեղ միջինասիական արտաքինով մարդիկ են»։ Համշենցիները իսկույն փողոցում էր, որ կարելի կգտնեի, եւ տաքսիստը բերեց մի հատ համշենցի տաքսիստը, Օսման էր անունը, այսօրվա պես հիշում եմ, դերասան Բուրվիլի արտաքինով, այդ շեյխը մի քիչ դենց ծիծաղկոտ, ֆրանսիացի ուղիղ տեսավ զարմացավ, ոնց որ Բուրվիլը այնտեղ նստած։ Ու ինքը այդպես ծանոթացրեց մյուս համշենցիներին, հետո արդեն շրջագայեցի Օշի մարզում, Ղազախստան, Ուզբեկստան, Կիրգիզիա, այդ բոլոր տեղերը գյուղերով ման եկա, հաշվառեցի, մոտ 3000 հոգի էին։ Փաստորեն նրանց 44 թվականին ինչու էին ակսորել, քանի որ խնդիրը կար այն ժամանակ Ստալինը ուզում էր հարձակվեր Թուրքիայի վրա նաև եւ այդտեղ սահմանից հանում էին այն մարդկանց, ում կարծում էին, որ վստահելի չեն։ Որպես մահմեդականների, նույնիսկ ասեմ Կրասնոդարի երկրամասից կամ այդ տարածքից հայեր են ակսորվել, որոնց անձնագրում գրված էր Մեստ Ռաժդենիա Турցիա։ Ծննդավայրը Թուրքիա։ Այնինչ Եղեռնից փրկվածների մեծ մասի հենց անձնագրում այդպես էլ գրված էր։ Իմ պապի անձնագրում էր, մենք վանեցի ենք, պապիս անձնագրում էր գրած էր, ծնվել է Թուրքիայում։ Եվ իբր վնասազերծելու դրանց, որպեսզի հանկարծ թուրքերին չօգնեն, ինչ լեկտիություն։ Ուրեմն տեղահանեց եւ այս հայերին այդպես իրարից հեռու հարյուրավոր կիլոմետրեր հեռու տարբեր հանրապետություններում լցրել էին, շատերը 17 օր գնացքով տարել էին փակ։ Շատերը սովամահ էին եղել, վշտից էին մահացել եւ մի ողբերգական ճանապարհ է եղել դա, որից հետո հազիվ ուշքի էին եկել, հազիվ տունտեղ էին դարել այդ մարդիկ։ Հիմնել են դե գիտեք այդ պատերազմի տարիներին բարեկեցիկ ապրողը մարդը նայր համարում, որ մի կտոր հաց ուներ, ինչ մնաց ակսորվածները եւ արդեն սկսել էին մտածել իրենց ազգային ինքնագիտակցության մասին, իրենց ինքնության մասին եւ
երբ որ գնացի եւ տեսան որ իրենցով հետաքրքրվող կա, շատ զարմացան։ Եվ մանավանդ որ հայ, որտեվ ասեցին մենք այստեղ հայերի հանդիպել ենք, որ իմացել են մահմեդական ենք, ասել են հայ չեք։ Իրենք ինչքան ուզում էին համոզեն, որ իրենք հայ են եղել, հենց մեր հայերը նրանց ասել են, չէ, դուք հայ չեք։ Դա մեր մոտ ողբերգություն է, ապշեցնում է դա, որտեվ վրացիները իրենք գիտնականներ կան վրացի, որ համշենցիներին համոզում են, որ դուք վրացի եք, վրացական ծագում ունեք, ավելի ճիշտ լազական։ Դե լազն էլ վրացական ցեղերից մեկն է, վրացական ծագում ունեք։ Ուրեմն բայց այդ ասողները շատ լավ գիտեն, որ նրանք վրացական ծագում չեն։ Մենք հայերս այդքան, այդպես ասած, չգիտեմ ինչ ասեմ, գիտակցություն չունենք, ինչ չունենք, որ մեր, ասենք, դժբախտ եղբորը, որը, ասենք, կոտորածի հետևանքով կրոնափոխ է եղել, նրան ասենք, հա դու հայ ես եղել, կրոնափոխվել ես, ինչ որ ձեռք մեկնենք, օգնենք, գրքեր տան, գրականություն տան եւ այլն, եւ իրենք շատերը ասում են, որ մենք հանդիպեցինք այս հային այսպես ասած ու իրենք էլ չէ բանակ են գնում բանակում են հայի հետ շփվում ես բանակում ծառայել եմ Համշենցի տղայի հետ Մոսկվայում մենք միասին ծառայում ենք Սոչիից Համշենցի Քրիստոնյա իսկ այս մահմեդականները եւ ասում են որ տեսնում ենք բանակային տղաները խոսում են մենք իրենց հասկանում ենք երկու հայ ասենք հայաստանցի մոտենում էինք ասում են գիտեք մենք էլ ենք հայ որ իմանում ենք իսլամին ասում են չեք դու հայ չեք Եվ իրենց ես ծիված գրքերը բացատրեցի բան եւ այդպես ցանկություն առաջացավ, որտեղ իրենք տեսնում են դա իրենց համար ապագա չի։ Մենք նույնիսկ Արևմտյան Հայաստանի նվիրած հաղորդման ժամանակ շեշտեցինք, ախր մեզանում այդ իսկապես հիվանդագին հոգեբան։ Նույնիսկ կաթոլիկ հայերին ֆրանկ էին ասում էին հայ չեք։ Այո, ճիշտ է։ Եվ այս մեր եւ նախորդ հաղորդումը Արևմտյան Հայաստանի նվիրված եւ սա եւ առաջիկայում մենք անշուշտ ունենալու ենք հաղորդումներ Ես հուսով եմ, որ գոնե մի փոքր ներդրում պիտի լինի այդ հիվանդագին հոգեբանությունը մեր մեջից հանելուն։ Ես քանի որ մեր եթերաժամը մոտենում է ավարտին, իսկ անպայման ուզում ենք այսօր լսել մի երգ եւս, որը ժամանակակից այսօր գործող համշենահայ խումբ է Խոփայում, չէ՞, եթե չեմ սխալվում, եւ խումբը կոչվում է Ջերմակ։ Ջերմակ հենց հայերեն բառն է։ Ես հիմա խնդրեմ մեր օպերատորին ցույց տա մեզ ուրեմն մի քանի գրքեր, որոնք ասեն, որ թուրքերն էլ հրատարակված են եւ հայազգի հեղինակների եւ ոչ միայն հայազգի հեղինակների եւ բնականաբար բավականին մեծ է հետաքրքրությունը Համշենի նկատմամբ ասեմ, որ գաղթօջախներից մեկը, եթե այսպես մենք գաղթօջախների մասն ենք խոսում, այսօրվա Եվրոպայում էլ Թուրքիայից արտագաղթած ուրեմն համշենահայեր կան եւ քանի որ ես ուզում եմ մենք մի երգ լսելով ավարտենք, ես ուզում եմ նաեւ մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր որ հետաքրքրված կլինեն, այստեղ վեբսայթն է, հիմա դուք կտեսնեք ձեր էկրաններին, www.zainhamshenakan.org եւ email-ի հասցեն zainhamshenakan@yahoo.com եւ Սերգեյ Վարդանյան մեր հյուրը, որ այսօր մեզ ներկայացրեց համշենայության շատ հետաքրքիր դրվագներ, որի համար շատ շնորհակալ եմ։ Ես ուզում եմ մեր բոլորիս անունից շնորհակալություն հայտնել պարոն Վարդանյանին։ Ուզում եմ մեկ անգամ եւս մենք բոլորս մեր գիտակցության մեջ կերտենք, որ մենք հայ նահապետի որդիներս, անկախ նրանից աշխարհում որտեղ ենք հայտնվել, անկախ նրանից ինչ դավանանքի ենք հետևում, ճակատագրի բերումով, անկախ նրանից ինչ քաղաքական եւ այլ հայացքների ենք հետևում, մենք բոլորս հայ նահապետի որդիներն ենք եւ անպայման պետք է սիրենք մեր մերձավորին, ինչպես մեր անձը եւ արյունը իհարկե ջուր չի դառնում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ ապրիլ 7-ի մեր հաղորդումը կնվիրվի հայ կանանց, բնականաբար, իսկ այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնել երգի մի հատվածը, եթերաժամը նույնիսկ չերիքի, հիմա դուք նորից կտեսնեք եւ տիտրերում գրված հայերենը, վայելեք Համշենի խոսվածքը, իսկ մենք կհանդիպենք մեր մյուս հաղորդմանը։ Շնորհակալություն պարոն Վարդանյան, շնորհակալություն բոլորիդ։ Kahala yeda şala Aç ve set lusedesnu
Հալադանատ վելաղա Ինչպես ես բոյետ տեսնում Հալադանատ վելաղա Ինչպես ես բոյետ տեսնում Թունալ ինձի Hazgenes ta Aye himi teves perna Yes bedahi keziki Tunaninzi beda Yes bedahi keziki Tunalinzi beda